Բարև ձեզ հարգելի ավականներ, այսօր հունիսի 25-ն է և մեր հերթական նիստի օրն է նշանակված։ Հայաստանի Հանրապետության Նայնորի մարզի Փարաքար համայնքի հավաքանում 25 թվականի հունիսի 25-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին որոշման նախագիծն ենք ձեզ ներկայացնում։ Օրակարգային հարցեր ունենք ձեր առջև դրված։ Եթե հարցեր չունենք, անցնենք օրակարգային հարցի քննարկմանը։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, մեկ դեմ Կարեն Գրիգորյան արձանագրել։ Օրակարգային առաջին հարցը վերաբերում է բյուջեի հաստատելուն, այդ մասին կզրուցի Նարեկ Մելքոնյանը։ Ուզում եմ նախորդ նաև ասել, որ բյուջեի հանրային քննարկումը եղել 29 մայիսի, որից հետո ուղարկվել է փորձաքննության արտադրության նախարարություն, դրական եզրակացության վերադարձել է և մենք ներկայացնում ենք ձեր հաստատմանը ձեր սեղաններին կան նաև համայնքի ղեկավարի ուղղությամբ, որը կցվում է բյուջեն ուղարկելուց փորձաքննության։ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով Փարաքար համայնքի հավաքանին որոշում է հաստատել համայնքի բյուջեի տարեստուկի ազատ մնացորդը 703.829.793 դրամ 40 դրամ, որից վարչական մասի ազատ մնացորդը 382.173.964 դրամ 30 դրամ և ֆոնդային մասի ազատ մնացորդը 321.655.829.10 դրամ։ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2025 թվականի բյուջեն համաձայն 1/9 հավելվածների, համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն, սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50% չափանքով սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ Իսկ հավելվածները ներկայացված են, եթե ինչ-որ հարցեր ունեք։ Ուզում եմ նաև ավելացնել, որ ֆինանսատնտեսագիտական մեր միջնական հանձնաժողովը տվել է այս հարցի շուրջ դրական եզրակացություն։ Հարցեր ունեք։ Եկեք արդեն անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ Կարեն Գրիգորյան։ Շնորհակալություն։ Օրակարգային մեր հաջորդ հարցը վերաբերում է Փարաքար համայնքի հավաքանում 24 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 58 որոշում ուժը գործած ճանաչելու մասին կզեկուցի Արաքսյան։ Հարգելի ավականներ, ձեր քննարկման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հավաքանու 2024 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 58 որոշումն ուժը գործված ճանաչելու մասին։ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով,
Օրակարգային հաջորդ հարցը կներկայացնի նույնպես Արաքսյան։ Խնդրեմ Արաքսյան։ Շնորհակալություն Տիկին Սաֆարյան, ավականու հարգելի անդամներ, ձեր քննարկման ներկայացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, տեղական թուրքերի և վճարների մասին օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փարաքար համայնքի ավականին որոշում է սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ համաձայն հավելվածը գծված է որոշման նախագծին, հարգելի ավականու անդամներ, կարող եք նայել երկրորդ կետով սույն որոշումը բացառությամբ որոշման հաստատված հավելվածի առաջին կետի երրորդ ենթակետի ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշման հաստատված հավելվածի առաջին կետի երրորդ ենթակետը ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, որոշման հաստատված հավելվածի առաջին կետի առաջ և երկրորդ ենթակետերը գործում մինչև որոշման հաստատված հավելվածի առաջին կետի երրորդ ենթակետի ուժի մեջ մտնելը և դրանց գործողությունը չի տարածում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ցանկացած իրավահարաբերությունների վրա։ Հարգելի ավականիներ, ուզում եմ նաև ձեզ ասել, որ այս որոշման հետ կապված ունենք նաև մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն։ Հարցեր ունեք։ Անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ։ Ովքեր են դեմ։ Ովքեր են ձեռնպահ։ Ձեռնպահ Կարեն Գրիգորյան։ Օրակարգային հաջորդ հարցը նույնպես գզելոցի Արաքսյան։ Շնորհակալություն Տիկին Սաֆարյան, երրորդ հարցը վերաբերում է նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի համար 1325 որոշման հավելվածի 28-րդ կետով Փարաքար համայնքի ավականի որոշում է տալ նախնական համաձայնություն Սամշով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզ Փարաքար համայնքի Թայրող գյուղի մայրաքաղաքային փողոց 27-2 հասցեում նախատեսվող առևտրահասարակական կենտրոն կառուցելու գործունեության իրականացմանը։ Առաջարկել Փարաքար համայնքի ղեկավարին սույն որոշումը հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն արտոնության դեպքում նաև շահագրգիռ հանրության կարծիքներ, դիտողությունն առաջարկությունները օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազորողին և նախաձեռնողին։ Սույն որոշումն ուժի մեջ կմտնի ընդունման պահից։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Իսարքսյան, ինչն է ազգամիչ։ Ինչի մասին է ավելի կոնկրետ։ Ավելի կոնկրետ պարունակել։ Ինչ տարածքներ, ինչ է նախատեսվում անել։ Ընդհանրապես այս որոշումները, որ ցենց արագ անցնում են, իրավական ձևակերպումը արած ամեն ինչ բանից նայում ես, լսում անգամ, կարդացող անգամ շատ վարժե կարդում ենք, դա է շատ լավ, բայց այնուամենայնիվ էլի մենք ավականու նիստ ենք անում, ավականու բոլոր անգամներ հասանելի է բացվածքը, որում ավելի մանրամասն ներկայացված է, թե ինչի մասին է խոսքը գնում, բայց այս տեսանկարումը էլ ինչին է պետք, եթե մենք ավելի բաց չխոսանք այդ մասին, որ մեր բնակիչները, այլ կերպ ասած հանրությունը, այլ կերպ ասած շահագրգիռ կողմը ավելի տեղեկացված լինի։ Խնդրում եմ ասեք ինչի մասին է, ինչ է նախատեսվում անել, թե ինչ գործունեություն, քանի մի խոսքով էլի, ով է սեփականատերը։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, ես ինքս չեմ իրավետում, թե ով է սեփականատերը, սակայն մեր նախագծի տվյալ որոշման նախագծի երկրորդ կետում գրված է, մասում գրված է, որ հանրային լսման արձանագրություն է արկա այս նախագծի անբաժանելի մաս համարվող լուսանկարներ կա, տեսաձայնագրություններ կա եւ Սամշով սահմանափակ պատասխանատվության ընկերությունը Փարաքար համայնքի Թայրող գյուղի մայրաքաղաքային նշված հասցեում 27-2 հասցեում նախատեսում է կառուցել առևտրահասարակական կենտրոն։ Հիմա համայնքի ավականին օրենքով սահմանված կարգով պետք է տա նախնական համաձայնություն, որպեսզի իրենք կարողանան իրենց հետագա գործունեությունը իրականացնել։
Ուրիշ հարցեր։ Անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ։ Ովքեր են դեմ։ Ովքեր են ձեռնպահ։ Կարինե Նիկոլյան ձեռնպահ։ Շնորհակալություն Անասյան։ Հաջորդ հարցը օրակարգային Փարաքար համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները եւ դրանց ֆինանսավորման համամասնությունները ծրագիրը հաստատելու մասին է։ Հարգելի ավականիներ, որպեսզի չընթերցեմ ամբողջական նախագիծը, ես կարճ ներկայացնեմ ինչի մասին է խոսքը։ Քանի որ բնապահպանական ծրագրերի հետ կապված մենք կարող ենք առաջարկ ներկայացնել համայնքում կատարվող միջոցառումներ, որը որ նախընտրում են բնապահպանական ծրագրերի ցանկ կա, թե ինչ ցանկով կուզենանք մենք մասնակցել այդ բնապահպանական վճարները ճիշտ օգտագործելու հետ կապված, առաջարկությամբ հանդես ենք եկել բնապահպանական նախարարություն, շրջակա միջավայրի բնապահպանական նախարարություն եւ առողջապահության նախարարություն ներկայացրել ֆոտովոլտաիկ կայանների կառուցում մշակույթի տան եւ մանկապարտեզի տանիքներին տեղադրվող, որ այս շոտամուծորը կարողանանք էլեկտրաէներգիայի խնայողությամբ եւ նաեւ արևելքի տան օգտագործելով կանաչ-էներգիա միջմեսին թվված է անվանել, խնայողությամբ մենք կարողանանք ապահովել մեր եւ մանկապարտեզների եւ մշակութային տների եւ նաեւ հարակից փողոցներ կան, որոնք որ լուսավորվում են, փողոցային լուսավորության ցանցն են, գցենք կարողանանք դա առայժմ մի քանի բնակավայրերի հետ կապված այդ առաջարկը ունեցած մեր բյուջեի հնարավորությունների սահմանում եւ թայերով ու այգետ բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցում եւ LED լուսավորության լամպերով վերազինման առաջարկով ենք մենք հանդես եկել բնապահպանական նախարարության։ Ստացել ենք իրենց համաձայնությունը եւ առողջապահության նախարարության։ Հիմա ձեր հաստատմանն ենք ուզում ներկայացնել այս ծրագրերը, որ հաջորդիվ 2026 թվականի համար արդեն կարողանանք իրականացնել այդ ծրագրերը պատշաճ ձևով։ Հարցեր։ Ես հարց ունեմ։ Ասեք։ Տիկին Սապարյան, ձեր ասած ֆոտովոլտային կայանի տեղադրումը դուք համարում եք բնապահպանական ծրագիր, թե մենք։ Մենք չենք համարում, կառավարության կողմից ցանկ ներկայացված, որում ներկայացված էին տարբերակներ։ Մենք ընտրեցինք ամենահարմարը։ Հաջորդը, ուզենամ մանրամասնել էլի, կայանի հզորությունը ինը արժեքը, ընդհանրապես էլ մի քիչ բաց խոսանք էլի։ Հա, շատ է։ Հիմա տեսեք, բանը, մենք շատ դեպքերում լավ բան անում ենք, բայց դա չենք ներկայացնում։ Մի քիչ բաց ներկայացնենք էլի, որտեղ ինչ է, sense հասկանալի Դե ես բաց ներկայացրեցի։ Ինչքան հզորություն ունեն տիկին Սապարյան։ Տարբեր բնակավայրերում տեղադրվողներ ունեն տարբեր հզորություն։ Ունենք 10 կիլովատանոց, 25 կիլովատանոց երկուհա, ուրեմն մեկը դրվում է Մերձավանի մանկապարտեզին, 10 կիլովատանոց, 25-ը մշակույթի տանը, Բաղրամյանի մշակույթի տանը նորից 25 կիլովատանոց եւ Նորակերտի մշակույթի տան տանիքին էլի 25 Ծրագրի ընդհանուր արժեքը պլյուս թայերով եւ այգետ փողոցների մոտարապես 3400 մետր երկարությամբ փողոցային լուսավորության անցկացում ընդհանուր արժեքը կազմել է 50 միլիոն։ Այլ հարցեր։ Կարծում եմ հանգամանալից բացատրեցի։ Եկեք անցնենք քվեարկության։ Ովքեր են ով։ Որոշումն ընդունված է միաձայն։ Հարգելիներ, ավականու հաջորդ օրակարգային հարցը Լուսինե Յուրիկի Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։ Կարծում եմ բոլորը ծանոթ եք Լուսինեին, Լուսինեն այստեղ է։ Լուսինե ջան, խնդրում եմ մոտեցիր, եթե հարցեր կունենան։ Արիցական իրավական
անդամներ, ես Լուսինե Հիվիկի Սիմոնյանն եմ, կարծում եմ բոլորը գրեթե բոլորը ճանաչում եք ինձ, արդեն համայնքային ծառայության ունեմ 10 եւ ավել տարիների փորձառություն, 3 տարի աշխատում եմ Փարաքար խոշորացված համայնքում, 2.5 տարին որպես սոցիալական աջակցության եւ առողջապահության հարցերի բաժնի պետի պաշտպան։ Միշտ պատրաստ եմ ծառայելու մեր համայնքին եւ ինչպես նաեւ հայրենիքին։ Հարցեր ունենք։ Տիկին Սիմոնյան ջան։ Լսում եմ։ Լավ, մենք ճանաչում ենք ձեզ։ Ես բոլորին ճանաչում եմ։ Շնորհակալություն։ Մենք ճանաչում ենք ձեզ։ Ուզում եմ ներկանալ էլի, ոչ մեր համար, մնացածի համար։ Ձեր բարությունը, կենսագրությունը, նշանակումից հետո ձեր առաքելությունը, ինչ եք անելու, ինչ ծրագրեր եք նախապատրաստելու։ Բայց ոնց որ ինքը ասես չլսեցիք գրի վրա։ Ես նորից Այսինքն Դուք չլսեցիք, ինքը սկզբից ասեց իր նախնական կենսագրությունը, ինչ փորձառություն ուներ։ Ես շապազան ուշադրի եմ ստեղել։ Ամեն ինչն եմ ուշադրում։ Բառացի կարամցիկները ինչ ասեց։ Ես կարծում եմ Տիկին Սիմոնյանի կենսագրությունը ու ինչքանով ես իրան ճանաչում եմ, չի սահմանափակվում այդքանով։ Այդ ում նաև իր կրթությունը։ Ու խնդրում եմ, ներկայացեք։ սկսեմ ես Միկրոֆոնի մոտ խնդրում եմ։ Սկսեմ կրթությունիցս, ունեմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, ավարտել եմ Ժողովրդական տնտեսական ինստիտուտի կառավարման ֆակուլտետը, բացի դրանից ունեմ նաև սոցիալական աշխատողի որակավորում, որը ստացել եմ 2022 թվականին, աշխատել եմ Փարաքարի, սկսեմ ավելի սկզբից, աշխատել եմ Փարաքարի միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկա ուսուցչուհի, նրանից հետո կարճ ժամանակ չեմ աշխատել ընդհանրապես, որից հետո տեղավորվել եմ Փարաքարի ոչ խոշորացված այդ ժամանակ ուղղակի համայնք էր, համայնքում եւ 1 տարի աշխատել եմ որպես գործավար օպերատոր, նրանից հետո Մերձավանի գյուղական շրջանում եմ աշխատել, եւ 2018 թվականից արդեն համայնքային ծառայում համարվում, իսկ 2022 թվականից աշխատում եմ Փարաքար խոշորացված, արդեն դա ասեցի, կարծես թե կրկնվում եմ, նույն սկզբում գլխավոր մասնագետ, նրանից հետո արդեն սոցիալական աջակցության եւ առողջապահության հարցերի բաժնի պետի պաշտպանում եմ։ Ես ամուսնացած եմ, ունեմ 3 երեխաներ, ունեմ 2 թոռնիկներ, ամուսինս կարծում եմ բոլորը ճանաչում եք։ Ես կշտում եմ։ Կարծում եմ ես անկուսակցական եմ, ոչ կուսակցության անդամ չեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում ընդհանրապես, բայց պատրաստ եմ ծառայելու իմ հայրենիքին, ինչպես նաև համայնքին, ես շնորհակալ եմ նաև հավաքանու անդամներից այս վստահության համար, ես պատրաստ եմ ծառայելու իմ հայրենիքին եւ համայնքին, ու օգտագործելով իմ գիտելիքները եւ աշխատանքային հմտությունները։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ անցնենք քվեարկի։ Ավելի ունի 3 հիանալի երեխաներ, խելացի, դաստիարակված, սովորող, մեր դպրոցի աշակերտներն են եղել, մեկն ունի հիմա։ Իսախոյան ելույթով էլի։ Ելույթով, որովհետև ասի իրավունք մեր անդամներն։ Բարի։ Նախ Սիմոնյանը ես ճանաչում եմ, ձեր ընտանիքին ես լավ ճանաչում եմ ու ճանաչում եմ ավելի շատ քան օրինակ կարանք
պատկերացնեինք մերքից շփումների բերումով ասած ասած։ Ես ուրախ եմ ձեր տեխնացիոնը, որ դիտարկվում է, ու ես ինքս կողմ եմ պատրաստում քվեարկել։ Ձեր ինքնակենսագրությունը, երբ որ դուք ներկայացնում եք, ես մտածում եմ հետևյալը, որ մեր բնակիչները պետք է Տիկին Սաֆարյանը իմանան, որ համայնքի ղեկավարի տեղակալը նշանակում նման բանիմաց մարդ։ Ես դա շատ կարևոր եմ, ես ասել եմ, ես կներեք մի ընդհատեք եմ Տիկին Սաֆարյան, ես մի ընդհատեք։ Ես ասել եմ, ես իմ գործողություններում ես օբյեկտիվ եմ լինելու։ Ես ուրախ եմ, որ դուք ունեք մաթեմատիկական գիտելիքներ, ես ինքս էլ ունեմ մաթեմատիկական գիտելիքներ, ճանաչումները կիմանամ։ Ինչ վերաբերում է ձեր ասացին, պարոն Աբովյան։ Մենք քվեարկելուց հետո Չէ, ելույթի իրավունք ունեմ ես։ Բայց հարցին վերաբերում, խնդրում եմ ինձ մի ընդհատեք էլի։ Ես իրավունք ունեմ։ Խնդրում եմ ինձ հատկացրեք ելույթի ժամանակ րոպե, ես իմ րոպեի ընթացքում իմ ելույթը ավարտեմ։ Ու այդ ընթացքում ինձ մի ընդհատեք։ Սա որևէ մի րոպե դուք նորից եք ինձ ընդհատում։ Թողեք ես իմ 3 րոպեն ավարտեմ։ Ոնց է անցել։ Դե այսքան ընդհատելուց հետո բան կստի, բայց կանի։ Խնդրում եմ թողեք ես ավարտեմ։ Ու ինչ վերաբերում է ձեր ասացին, ամենայն հարգանքով միտնել եմ ձեր ասացի ես հասկանում, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուրս էստե առավել ևս ես, կարծում եմ հենց ամենաշատը ես, ամենազբաղված մարդն եմ ու բոլորս ենք զբաղված։ Ես կարծում եմ ցանկացած հարց, որը որ բարձրաձայնվում է, ինքը մեկից մի քիչ կարևոր, մեկից մի քիչ պակաս կարևոր։ Իմ աշխատանքը ձեր աշխատանքից կարա տարբերվի։ Այն բանի համար, որովհետև ըստ էության դուք համայնքում իշխանական ավականի եք, ես համայնքում ընդդիմադիր ավականի եմ։ Այն ինչը, որ ձեր ֆրակցիան ներկայացնում է, ըստ էության համայնքի ֆրակցիայի, ավականու ֆրակցիայի նիստում արդեն համաձայնեցված է լինում ու ձեր ավականներով դուք պլանավորած եք ունում կողմ քվեարկելու։ Ես ընդդիմադիր ավականի եմ, հետևաբար իմ բոլոր տեսակի առարկություն կլինի, մեկնաբանություններ կլինի, դրանք պատճառաբանված են, որ պետք է լինի։ Մեր ու ձեր աշխատանքը տարբեր է։ Ասած է անձնական գործը չի, համայնքի գործերը այդքան շատ են։ Դե տենում ենք, Տենում ենք, Թևոսյան փողոցի գործերն ենք տենում, որ խոսքը սա Դեսի պետք է մի լոպե շուտ խոսնեն, որ հասկանաս համայնքի գործերը։ շնորհակալություն։ Որտեղ այս 4 տարվա մեջ այնքան գործ է արտադրվում, որ մենք ֆիզիկապես Սա պլանավորած քվեարկություն չի, սա ուսումնասիրած քվեարկություն։ Այսինքն չենք պլանավորել, որ միաձայն կան քվեարկենք գնանք։ Մենք քվեարկությանը մասնակցում ենք ուսումնասիրելուց հետո։ Եվ այստեղ ինձանից բացի ոչ մեկ Լուսինեին, Տիկին Սիմոնյանին այդքան չի ճանաչում, որտեղ մենք մանկապարտեզից ենք միասին։ Ու կարծում եմ մենք իր ինքնակենսագրությունը լիարժեք սկզբնական շրջանում ներկայացրեց, ավելորդ էր երկրորդ անգամ ու իրան հուզմունքի առաջ կանգնացնում։ Շնորհակալություն։ Ձեր հետիսում կներեք, այլ ելույթի իրավունք չունեք։ Անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ, խոստացանք, որ կողմ են քվեարկում։ Միաձայն որոշվեց Լուսինե ջան, շնորհակալ։ Օրակարգային հաջորդ հարցը հայտերիներ ներկայացնի Հակոբը։ Ուզում եմ նաև հավելել, որ Քարտաշինական հանձնաժողովի կողմից բոլոր քննարկվող օրակարգում ներկայացված նախագծերի տրվել է դրական եզրակացություն։ Արգաջան ավականի ողջունում եմ ձեզ, ներկայացնում օրակարգային իմ առաջին հարցը, Փարաքարի համայնքապետարան է դիմել Անուշաբան Ալամի Թորոսյանը, իրենց սեփականության դիվանով պատկանող Փարաքար համայնքում հողամասի նշանակությունը փոխել որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության, ուղղատեսփի գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում առանձնաշենք եւ պահոց կառուցելու համար։ Հարցեր կարծում եմ չունեք, որտեղ մենք մշտական հանձնաժողովների գործառույթը հենց դրան ունակարում։ Այսինքն հարցը քննարկումը հենց այնտեղ։ Եթե ձեր ընդդիմադիր կողմից ներկայացուցիչներ լինեին, որոնք ընդգրկված են հանձնաժողովներում ներկա լինեին եւ քննարկմանը մասնակցեին ու ձեզ նաեւ որպես
ավականո անդամներ տեղյակ պահեին քննարկվող հարցի վերաբերյալ, ձեր մոտ այդպիսի կարծիք չէր տպավորվի, որ մենք որպես իշխանություն ունենք միաձայն կամ առանց քննարկման որոշելու խոսքով եկեք անցնենք քվեարկության։ Ելույթ չէ, հարցեր ունենք, հարցեր։ Հա, հարցեր ունենք։ Ելույթ։ Ելը հարցեր վերաբերում, ասեք։ Ի պատասխան։ Կներեք, ի պատասխան չենք կարող։ Կներեք, մի րոպե, խնդրում եմ էլի բանը, չէ մի րոպե։ Մի հատ ի պատասխան ու մի անգամից ընդհատումը չեմ հասկանում, էսի ձև է։ Տիկի Սաֆարյան, նման ձև նիստը չեմ վարում։ Տիկի Սաֆարյան, Տիկի Սաֆարյան, եթե դուք շարունակելու եք նման աշխատելավոճով շարունակել աշխատել, ես իշխանադրված Եթե տվյալ հարցի շուրջ ունեք հարցեր, տվեք խնդրում եմ, չէ, դուք ի պատասխան, եթե ոչ մի բան չի եղել, ի պատասխանի չին եք ելույթ ունենում։ Ելույթը ոչ մի չի կարող ընդհատի։ Ես կարող Ես մի բան ասեմ, ոչ 12 տարեկան եմ, ոչ 20 տարեկան եմ։ Ես որ եկել եմ ստե, եկել եմ համայն շահի համար։ Մենք էլ եկեք համայն այստեղ։ Հիմա եթե մենք գնում ենք այս ճանապարհով, ես ձեզ ասում եմ շնորհակալություն։ Կապրենք, տեսնենք մնացածը ոնց է լինում։ Ոս այդ բանը, երեխա չեմ ամեն անգամ բանը լինեմ, գամստը ջղայնանամ գնում։ Ինձ եք ընդհատում։ Այո, Գրիգորյան, ես նորից եմ կրկնում, եթե դասական հարցի վերաբերյալ ունեք Տիկի Սաֆարյան, դուք չգիտեք ես ինչի մասին եմ։ Դուք ի պատասխան ինչին եք ի պատասխան, եթե ոչ ես այսօր եկել հանգիստ քննարկում ունենալու։ Մենք էլ ենք այդպիսի իմանալով հանդերձ, որ Վալոդիա Գրիգորյանը եւս մեկ անգամ չի գալու։ Դուք հիմա եկել եք բանը նորից նույն ձևերի, նույն տոների մեջ նույն ձև, ես ասում եմ եղավ, շարունակենք։ Ես ընդունում եմ ի գիտություն, բան նիստ արել։ Ես իմ անձի, իմ խոսքի նկատմամբ անարգանքը չեմ անդուրժել։ Ստեղ անարգանքի բան չկա։ Չի կարա իմ խոսքը որևիցե միտեղ ընդհատվի։ Հանրապես ոչ մեկի խոսքը անարգանքի չի ենթարկվել։ Ես պահպանում եմ հավաքանի կանոնակարգով գրված բոլոր կարգերը։ Շնորհակալություն Տիկի Սաֆարյան։ Անցնում ենք քվեարկության փուլին։ Ովքեր են կողմ։ Որոշումն ընդունված է։ Զեկուցի հատուճամուս հարցը։ Հարգարժան հավաքային ներկայացնում եմ հաջորդ հարցը հողամասի փառական համայնքի սեփականությունը համարելու մասին։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի փառական համայնքի 100 գյուղի ֆինանսային փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող 0.1246 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային շրջանի մեկերի կառուցապատման գործանական նշանակությունը փառական համայնքի սեփականությունը ճանաչելու մասին։ Հարցեր եթե կա։ Անցնենք քվեարկության փուլին։ Ովքեր են կողմ։ Որոշումն ընդունված է։ Հաջորդ հարցը ներկայացրեք հանդիպ։ Ներկայացնում եմ հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի փառական համայնքի սեփականություն արտադրող հողամասի սուբյեկտի փոփոխություն կատարելու մասին։ Ուրեմն փառակարի համայնքապետարն է դիմել Պարքև նորակյալ համայնքի բնակիչ Պարքև Գևորգի Գալստյանը։ Ուրեմն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամաս, որը համադրվում է համայնքային սեփականություն արտադրող հողամասի հետ։ Ուրեմն լիարժեք գրանցելով պետական գրանցում իրականացնելու համար անհրաժեշտ է համայնքի հավաքանի որոշումը, որ համայնքային սեփականություն արտադրող 04-507-024-500-24-500-23 կադաստրային հասկալով հողամասից 57 քառակուսի մետր մակերեսով հողամասը եւս կատարվի սուբյեկտի փոփոխություն եւ գրանցվի Պարքև Գևորգի Գալստյանի անվան, որպեսզի կարողանանք ապահովել հողամասի ամբողջական մակերեսը։ Հարցեր ունեք։ Անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ։ Հաջորդ հարցը ներկայացրեք։ Հաջորդ հարցը մեզ է դիմել փառական համայնքի այգեգ բնակավայրի բնակիչ Մանվել Ֆրունզի Պողոսյանը։ Իրեն սեփականության իրավունքով պատկանող 04-009-003-024 կադաստրային ծածկագրով հողամասից, որը համադրվում է համայնքային սեփականության հողամասի հետ 04-009
ներկայությունը, որպեսզի կարողանա կատարել պետական գրանցում իր ամբողջական հողամասի մակերեսում։ Հարցեր կան, անցնենք քվեարկության։ Ովքեր են ո՞ր որոշումը ընդունված է։ Հաջորդ հարցը Հաջորդ հարցին ուրեմն Փարաքարի համայնքապետարանը դիմել քաղաքացի Փարաքար համայնքի բնակիչներ Սեդրակ Յուրիկի Կարապետյան եւ Անաստասիա Վասիլի Տարասկինան իրենց սեփականության իրավունքով պատկանող Փարաքար համայնքում հողամասը որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության գործառնական նշանակություն գյուղատնտեսական արտադրական օբյեկտների փոխելու հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով։ հարցեր ունենք, անցնենք քվեարկության։ Ովքեր եք ո՞ր որոշումը ընդունված է։ Հաջորդ հարցը Անցնենք հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 2024 թվականի օգոստոսի 14-ի թիվ 39A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 24-ի Արսեն Մելիքսեթյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին թիվ 39A որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները։ Առաջին կետում 0.3 թվերը փոխարինել եւ կատարել 0.3169 թվերով։ Սույն որոշումը ուժի մեջ ընկնում ընդունման պահից։ Կարող ներկայացնել դրամը բնակիչ եւ որպես դիմել է հողամասը գյուղատնտեսական արտադրական փոխելու նշանակությունը։ Հողամասի մակերեսը եղել է 3000 քառակուսի։ Դրանից հետո կատարել են քարտեզում մակրություն եւ արխիվային քրտերի հիման վրա, որ հողամասի ճիշտ մակերեսն 3169 քառակուսի, դրա համար այդ որոշման մեջ փոփոխություն են կատարում ուզում մակերեսին կապված։ Հիմք են գտնում իր կողմից ներկայացած սեփականության վկայական, որը արդեն դարել է 3169 քառակուսի։ հարցեր անցնենք քվեարկության։ Ովքեր եք ո՞ր որոշումը ընդունված է։ Շնորհակալություն։ Ընկերներ, օրակարգային վերջին հարցը վերաբերում է մեր ավականու հերթական նիստի օրվա սահմանը։ Քանի որ սա մեր նստաշրջանի վերջին հերթական նիստի օրն է, եւ ընդհանրապես նստաշրջանը ավարտվում է, վերջին չորեքշաբթի օրը հունիս ամսվա հաջորդ սկիզբը սկսում է սեպտեմբերի 2-րդ երեքշաբթի օրվանից։ Դրա համար մենք նպատակահարմար է սեպտեմբերի 9-ը ժամը 10-ը ընտրել որպես հաջորդ հերթական նիստի եւ նստաշրջանի սկիզբ։ Հարցեր կան։ Անցնենք քվեարկության։ Ովքեր եք ո՞ր որոշումը ընդունված է։ Շնորհակալություն, նիստը համարվում է ավարտված։